Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազատամարտիկ Վարդան Մալխասյանին։ Պարոն Մալխասյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ինչ-որ նախագծի շրջանակներում դասախոսների եւ ունկնդիրների, որի ժամանակ ամենատարբեր հայտարարություններ է արել։ Սկսենք նրանից, որ նա հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմը հրահրվել է հայկական իշխանության կողմից։ Դուք որպես ազատամարտիկ խնդրեմ մեկնաբանեք սա։ Շիրազը մի խոսք ուներ, ասում է ամենավատ գինուց ամենալավ քացախն է ստացվում, ամենավատ բանաստեղծից ամենաուժեղ գրաքննադատն է ստացվում։ Հիմա այս մարդը փոխանակ պատասխան տա իր կատարած մեղքերի ու հանցանքների համար, իր մեղքը միշտ բարդում է ուրիշների վրա։ Ուրեմն մարտի մեկի դեպքերը որ եղավ, այն ժամանակ մենք բազմաթիվ հարցազրույցներ տվինք եւ հիմնական մեղադրանքը Քոչարյանին նա էր, որ ինքը բանակը հանեց ժողովրդի դեմ։ Դա ամենածանրագույն հանցագործություններից մեկն է համարվում ժողովրդի պետության նկատմամբ, որովհետեւ ամբողջ աշխարհում ապացուցված եւ անհերքելի ճշմարտություն է, որ երբ բանակը հանում է սեփական ժողովրդի դեմ, այդ բանակը բարոյալքվում է, քայքայվում է։ Այդ բանակը հետագայում իզորու չի լինում սեփական ժողովրդին պաշտպանելու արտաքին թշնամիներից։ Այսինքն բանակի անկումը դրանից առաջ էլ անկումը տեղի էր ունենում, որտեղ գոյություն չուներ մի բարձրաստիճան զինվորական, գնդապետ կամ գեներալ, որ ցոփ ու շվայտ կյանքով չաբրեր։ Կազինոներ էին գնում, սիրուհիներ էին պահում եւ այլն եւ այլն։ Այս զինվորները օգտագործում էին որպես էժան աշխատուժ ամբողջ Ղարաբաղում կամ ուրիշ զորամասերում։ Հիմա այսինքն ինքն եկավ Քոչարյանը այդ բոլոր ուրեմն արատների գլխավոր արատը թույլ տվեց եւ բանակը հանեց ժողովրդի դեմ։ Հենց այդ ժամանակվանից սկսվել է մեր անկումը։ Մեր բանակի քայքայումը սկսվել է ոչ թե ուրեմն 18 թվից, այլ դրանից հենց 20 տարի առաջ։ Անընդհատ քայքայվել է, բանակը այլևս ոգեղենություն չի կրել իր մեջ։ Հիմա Քոչարյանը ինչի է ակտիվացել։ Քամիները ավելի շատ գալիս են հյուսիսից։ Ուրեմն Գյումրիի ընտրություններում, երբ որ կոմունիստական կուսակցությունը հաղթեց, Պյուրոսյան հաղթարակ տարավ, սա ոգևորեց այդ կուսակցության ջատագովներին եւ սրանք սկսեցին ակտիվանալ։ Եվ նույնիսկ ռուսական շրջանակները սկզբից զարմացան, հետո սկսեցին այդ խաղադրույք կատարել այդ Գյումրու ընտրությունների վրա ու ընդդեղից անընդհատ ուղարկում են իրանց նազիր վեզիրներին այստեղ ելույթներ ունենան, ակտիվացնեն, որովհետև Պուտինի գերխնդիրը նախկին սովետական միությունը վերականգնելն է։ Եվ այդ բանի վրա, հովերի վրա Քոչարյանը հանդիպումներ է կազմակերպում, բայց ինքը ինչի է ակտիվացել, որտեղ ինքը պատասխան չի տվել իր ծանրագույն անցանքների համար։ Մենք երբ որ Փաշինյանն եկավ իշխանության, մեր ելույթների մեջ բազմաթիվ անգամ ուրեմն շեշտել ենք, որ ուրեմն ցանկացած նոր իշխանություն, եթե նախորդների առանձնապես ծանր հանցանքները խորապես չի բացահայտում եւ մեղավորներին խստագույնս չի պատժում, ուրեմն նոր իշխանությունը նախորդներից ավելի թույլ ու ուրեմն փչացած է դառնալու։ Հիմա Փաշինյանը ինչ-որ բաներ արեցին այս իշխանությունները, չեմ կարող դա ուրանալ, բայց ամբողջությամբ չբացահայտեցին այդ առանձնապես ծանր հանցանքները եւ հանցագործին, որ չես պատժում, ինքը լեկտի անում է։ Ինքն է ուզում քեզ պատժի։ Այդ նույն այդ հանդիպման ժամանակ Քոչարյանը նաև նշել էր թվականները, որ 2018 թվականից հրամանատարական կազմը ամեն օր ահաբեկվում էր տեղեկատվական դաշտում։ Դուք կարող եք հիշել գոնե մեկ գեներալի հրամանատարի, որ տենց ահաբեկված էր։ Չէ, նման դեպքեր չեմ հիշում, ընդհակառակը բանակը կամաց մաքրվեց, ուրեմն քրիացին տարերից, որտեղ գողական բարգերը մտել էին բանակ։ Գողական բարգերը ուղղակի։ Մենք բանակի գեներալներ ունենք, որ երբ որ Ռուսաստանից գողեր էին գալիս, գնում էին այրոպորտում դիմավորում էին այդ գողերին։ Այսինքն բանակը տարել էր բանդիտ պես մի տարածք։ Հիմա այդ աղբը, այդ ավգյան ախորները, նոր իշխանությունները
ուրեմն փորձեցին մաքրել։ Ինչ որ չափով մաքրել են, բայց ամբողջությամբ չի ելել մաքրվել։ Եվ զարմանալի է, որ 10 տարի ղեկավարած մարդը, դրանից հետո իր գործընկեր Սերժ Սարգսյանը եւս 10 տարի, նա Նիկոլ Փաշինյանին մեղադրում է, որ նա կարող էր 3-ից 4 տարում բանակը դարձնել մարտունակ պատերազմից հետո։ Արդյոք 20 տարին իրենց համար բավարար չէր մարտունակ դարձնել բանակը։ Միայն մի փաստ, որ Քոչարյանը եկել է Հայաստան, ուրեմն շատ համեստ, աղքատ կարգավիճակով։ Ինքը հարուստ չի եղել երբեք։ Ուրեմն այդ հարստությունը դիզեց Հայաստանում պաշտոնավարելու տարիներին։ Եվ ոնց դիզեց, անազնիվ ճանապարհով, թալանով։ Հիմա ես հարց եմ ուղղում Քոչարյանին, Սերժին եւ նրանց ուրեմն երկրպագուներին։ Դաշնակցությանը նաեւ հարց եմ ուղղում։ Ասում եմ, կաշառակերը, թալանչին, սեփական ժողովրդին հարստահարողը, ուրեմն կարող է զուգահեռաբար լինել նաեւ ազնիվ ու հայրենասեր։ Բացառվում է նման բան։ Այսինքն սրանք էությամբ գիշադիչ են, թալանչի են։ Հիմա այդ գիշադիչ թալանչին ուրեմն սարսափում է, երբ որ տեսնում է այս ապօրինի գույքի բռնագանձման բաներ են տեղի ունենում, կամաց խորանում է, ուրեմն իրենք սարսափում են, որ այդ թալանածը իհարկե ամբողջությամբ հնարավոր չի լինում բացահայտել սրանց թալանածը, որովհետև տարբեր անուններով են լվացրել են այդ փողերը, բան արտասահմանում տարբեր բանկերում, բայց նույնիսկ թալանածի մի մասը, սրանք որ մտածում են, թե պիտի իրանցից հետ վերցնեն, սրանք արդեն կատաղած շների նման սկսում են վրա տալ աչից ու ձախից, որ այդ թալանածը կարողանան պահել, ուրիշ նպատակ չունեն, սրանց համար հայրենիք, երգիր, պետություն, գոյություն չունի, սրանց եթե իրանց մի հարց տան, համաձայն եք Հայաստանը պետականություն չունենա, բայց դուք կլինեք գուբերնատոր, այսինքն պաշտոն ունենաք դրա հաշվին, բոլորը մի անգամից կասեն, այո, մենք միայն պաշտոն ենք ուզում, պետությունը մեր ինչին է պետք։ Դուք որպես ազատամարտիկ վստահ եմ, որ հետևում եք բանակում տեղի ունեցող բարեփոխումներին, զենքի զինամթերքի հետ կապված Հնդկաստանի եւ Ֆրանսիայի հետ պայմանագրերին, Ռոբերտ Քոչյանը խոսել է նաեւ դրանց մասին եւ իր խոսքից կարելի է ենթադրել, որ իր կարծիքով դրանք այնքան էլ լավ զենքեր չեն եւ սկսել էր գովել 70-ից 80-ականների ռուսական զենքերը, մեջբերելով թե ինչպես են այդ զենքերը կռվում Ուկրաինայում։ Ուրեմն փաստեր կան, միայն խոսելով չի։ Փաստը ամենաուժեղ զենքն է։ Փաստեր կան, որ ուրեմն 44 օրյա պատերազմից առաջ աննախադեպ քանակի զենք Ռուսաստանը վաճառեց Ադրբեջանին, միլիարդների 5, 6, 7 ավելի միլիարդի զենք վաճառեց Ադրբեջանին։ Ուրեմն ոչ միայն զենք վաճառեց, միացավ ուրեմն մեր թշնամիներին Թուրքիայի, Ադրբեջանի հետ միասին Ղարաբաղը փաթեթավորված հանձնեց Ադրբեջանին։ Այդ գերիներն էլ հիմա որ մենք ունենք Բաքվի բանդում, էլի ռուսներն են վաճառել ադրբեջանցիներին։ Ուրեմն այսօր Քոչարյանը թելում է Պուտինի թելը, որը որ եկավ Բաքու տարիներ առաջ կհիշի ժողովուրդը։ Ծնգի եկավ, չոքեց Հեյդար Ալիևի գերեզմանի մոտ, ուրեմն դրանով ինքը ծնգի եկավ ամբողջ թուրքական աշխարհի առաջ։ Իհարկե թուրքերը հետո շատ լավ իմանալով, որ գերեզմանը իր թուրքերը պիտի փորեն, յաթաղանը մեջքից թուրքերը պիտի խփեն վերջում իրեն։ Եվ արդեն խփեցին Սիրիայում տարբեր փաստեր կան, թե ռուսներին ոնց արդեն այդ որտեղ ասին դու չոքել ես մեր առաջնորդի գերեզմանի առաջ, դու արդեն մեր գերին ես դարել։ Քոչարյանը խոսել է նաև 2026-ին ընդառաջ ինչ-որ դաշինքներ կազմելուց եւ նշել, որ կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր համախմբում տեսնում եք։ Ուրեմն մենք այդ համախմբման օրինակը տեսանք Գյումրիում։ Երբ որ ընդդիմությունը համախմբեց եւ ընդդիմության Պյուրոսյան հաղթանակ տարան կոմունիստական կուսակցության անվան տակ։ Եվ դրա պրոդուկտը, այդ միավորման, ով էր, ինչ ծնվեց։ Ծնվեց մի վարդանիկ, որը որ ժողովրդի մեծամասնության կողմից խայտառակված, վարկաբեկված մի մարդ է։ Ուրեմն, եթե դա շատ լավ, իդեպ ասեմ, դա շատ օգուտ էր նաև Փաշինյանին, որտեղ հիմա ի ցույց են դնում, որ սրանց միավորման արդյունքը սա է։
բոլոր հայտնի կուսակցությունների ուրեմն ծնել են Վարդանիկին։ Հիմա այդ Յումրի այդ ընդրությունը ողջևորեց շատերին եւ քանի որ հիմի ամբողջ աշխարհով մեկ գլոբալ մեծ հզոր դերակատարները գլոբալ խաղ են նախագծել եւ այդ խաղը նախագիծը կազմել են ու հրում են առաջ, տանում են առաջ։ Հիմա մենք պետք է ես մի քիչ շեղվեցի, պետք է հասկանանք թե այդ գլոբալ խաղացողներից ով ինչ նպատակ ունի եւ այդ նպատակների ուրեմն բաները փշրանքները ոնց է գալիս հասնում Հայաստան։ Ուրեմն ինչ նպատակ ունի Ռուսաստանը կոնկրետ։ Ռուսաստանը 2000 թվին դեռ ուրեմն հատուկ գաղտնի ծառայությունները որոշում կայացրին, որ եթե արևմուտքին հաջողվել է սովետական միությունը կործանել, ուրեմն Ռուսաստանը դրանից հետո պարտադիր պետքա կործանվի, ժամացույցը միացած է կործանման։ Ուղղակի ժամանակի խնդիր է, որպեսզի Ռուսաստանը չկործանվի, պետք է վերականգնեն սովետական միությունը։ Հիմա դրա համար Պուտինին բերել են իշխանության 2000 թվին եւ երկարաժամկետ կդրվածքով իր առաջ խնդիր է դրած գերխնդիր, որ վերականգնել սովետական միությունը։ Հիմա այդ սովետական միությունը վերականգնելու ճանապարհին երեգել են բաներ, ասեմ Բոլտոնը, որ Հայաստանն էլ պիտի ռուսները աչքը դրել են հիմա Հայաստանի վրա, Հայաստանը փորձում են նորից բերել իրենց ազդեցության դաշտ, բայց իրանք հասկացան, որ գաղտնիքը նաև Ուկրաինայի մեջ է, պետք է Ուկրաինան ամբողջությամբ վերցնի, մնացածը իրան իրենց կլուծվեն խնդիրները եւ սովետական կայսրությունը կվերականգնեն, որպեսզի Ռուսաստանը չփլուզվի, որտեղ հիմա Ռուսաստանին օգտագործում են, Ամերիկան օգտագործում է, որ Չինաստանին չեզոքացնի։ Հիմա այդ Հայաստանում էլ ռուսները ձևավորել են իրենց հավատարիմ ուժերը, կոչվում է 5-րդ շարասյուն։ Բայց ռուսները հերթական անգամ ընկնել են ինքնախապեյության մեջ, խապկանքի մեջ են ընկել։ Մենք հայտնի վիպասան ունենք Ռաֆի, սա մի խոսք ունի, ասում է, տեսեք, ինքնախապեյություն, հասարակ մի բառ է, բայց սրա մեջ թաքնված է մարդու բոլոր թշվառությունները։ Հիմա ռուսների բոլոր թշվառությունները թաքնված են նրա մեջ, որ Հայաստանում խաղադրույք են կատարում, խորապես փչացած, անընդունելի, վարկաբեկված մարդկանց վրա։ Այդ Վարդանիկների վրա, Քոչարյանի վրա, մյուսների վրա, այդ Էդգար Ղազարյանների մյուսների վրա, ժողովուրդը դրանք չի ընդունում։ Սրանք կամ ինքնասիրահարված են, կամ կորցրել են իրատեսության զգացողությունը։ Չեն կարողանում պատկերացնել իրանք ինչ ձևով են ընդունվում ժողովրդի կողմից։ Եվ դրա համար էլ այս սրանք ակտիվացել են։ Օրինակ նույն Քոչարյանը խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ասել էր, որ Ռուսաստանի տակից հանեցին միջնորդի աթոռը, նեղվել էր դրանից շատ, նաև խոսել էր խաղաղապահների մասին դեռ Լեռնային Ղարաբաղում եւ նշել էր, որ եթե օրինակ Փաշինյանը չգնար Պրահա, գործընթացը ավելի լավ կլիներ, իդեպ շատ լավ էին կատարում իրենց գործառույթը, այսինքն հենց նույն ռուս խաղաղապահների աչքի առաջ 8 եւ ավելի ամիս մարդիկ մնացել էին սոված։ Դա էր ըստ իրեն լավ կատարել է։ Ասում եմ, յուրաքանչյուր մարդ ծառայում է իր տերերին։ Մի հատ խոսք կա, ասում է, ողորմելի տականքը մեկ սպասավոր ունենալու համար պատրաստ է ծառայել հարյուրավոր տերերի։ Բայց սրանք իհարկե մի տեր ունեն, տերը դա Ռուսաստանն է, հույսերը կապել են Ռուսաստանի հետ։ Հիմա Ռուսաստանը, որ իբր թե մեզ միջնորդ դառնա, մեկը Ռուսաստանին միջնորդ դառնա։ Ռուսաստանը քայքայվում է ժամ առ ժամ, օր առ օր, որտեղ Ռուսաստանը իր հաշվարկները, ելի եմ կրկնում նույն միտքը, ուրեմն իր հաշվարկները կառուցում է տարածքը նայողների վրա, այն գողական օրենքներով, ասում է զոն նայողներ։ Ուկրաինան իրեն դաշ չեղավ։ Ուկրաինայի նախկին պրեզիդենտը Յանուկովիչը իրեն աքսեսուարները, զուգարանակոնքերը ոսկուց էր ձուլե։ Պուտինը գիտեր դա, բայց ասում էր ոչինչ, մեր տարածքը նայողն է, զոն նայողն է, թող զվարճանա։ Տեսար վերջում ինչ եղավ զոն նայողի բանը պատմությունը։ Այսինքն սրանց համար ժողովրդավարություն, օրենքներ, միջազգային իրավունք գոյություն չունի։ Սրանց պետք է տարածք նայողներ, զոն նայողներ, Յանուկովիչի նման ստեղել են փնտրում զոն նայողներ։ Թե ժողովուրդը դրանց ընդունում է, չի ընդունում, շան տեղ տնում է, թե չի տնում, այդ իրանց համար կարևոր չի։
Եթե քաղաքական գործիչների պարագայում ինչ որ չափով հասկանալի է նրանց վրդովմունքը, ապօրինի գույքի եւ այլնի հետ կապված, ապա անհասկանալի է եկեղեցու դիրքորոշումը, երևի տեղյակ եք, վարչապետը երկօրյա պաշտոնական այցով գտնվում էր Էստոնիայում եւ Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, երբ arczepiskopos Միրզախանյանը խոսել էր խաղաղությունից, շնորհակալություն էր հայտնել վարչապետին, օրհնել էր նրան, անմիջապես այստեղ ընդդիմադիրները սկսեցին նրան հեռացնելու կոչերով հանդես գալ եւ Էջմիածինը նույնպես ճուշացավ եւ մեղադրական եւ նկատողություն պարունակող տեքստով հանդես եկավ այդ arczepiskoposi դեմ, մինչդեռ մոռանալով նույն Աջապահյանի, նույն Գալստանյանի ատելության խոսքերը։ Ինչով է սա պայմանավորված։ Մեր եկեղեցին, հատկապես Վազգեն կաթողիկոսից հետո, ուրեմն շեղվել է իր իսկական առաքելությունից եւ ուղուց ընդհանրապես, հատկապես եկեղեցապետերը, ուրեմն դրանք ինչ են քարոզում մեզ, միշտ քարոզում են աղքադաբրեք, եթե հարստություն ունես, դա էլ բաժանի աղքատներին, որ մյուս կյանքում դու քո վիճակը լավ լինի, բայց իրենք այդ կանոնները, որ քարոզում են, այդ ձևի են ապրում, եթե Քրիստոսի գաղափարախոսություն ես քարոզում, Քրիստոսի նման ես ապրում, քավլիցի, սիրուհիներ ունեն, այդ բաները հանում են, հակից այդ փարաջաները, կազինոյել են գնում, ինչ ասես անում են։ Ես լավ հիշում եմ, ես բանտում էի 8 թվին, ուրեմն երբ որ եղել էր Սերժ Սարգսյանի ընտրությունները, ուրեմն դեռ հələ առաջի օրը ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը արդյունքները չի հրապարակել, չգիտենք ընտրությունը կայացել է, չի կայացել, ընտրվել է, չի ընտրվել։ Այս կաթողիկոս կոչվածը վազեց Սերժ Սարգսյանին շնորհավորելու։ Ինչն է շնորհավորում, երբ որ մարդկանց արյան ու դիագների վրայով եկել է իշխանության շնորհավորում ես, մարտի 1-ի սպանդ տեղի ունեցավ, որևէ բան խոսեց կաթողիկոսը, ոչ։ Այսինքն եկեղեցին միշտ եղել է, ուրեմն էլի ռուսական բանից ուղղորդմամբ, քանի որ եկեղեցին միշտ էլ հատու գաղտնի ծառայությունները վերնախավը կապված են վերևները եւ զարմանալի բան է կատարվում։ Հիմա սրանք այդ եկեղեցու կանոնները խախտել են, բանդիտների հետ են միշտ համագործակցում, բանդիտներին են հովանավորում։ Եվ հələ դրանից հետո իրանք մեղադրում են նրան, ով որ հանկարծ եկեղեցական կեցված կա դրսևորում։ Այսինքն եկեղեցին ինչ ասում է, մի հայոյի մարդասեր եղեք, չէ, հիմա ասենք եկել է հյուրը, վարչապետն է, թե վարչապետը չի, թեկուզ օտար մարդ է, հայ մարդ է, եկեղեցին պարտավոր է նրա հետ մարդավարի վերաբերվել, չէ, բայց սրանք մարդավարի վերաբերվելը դիտում են որպես եկեղեցուն հակառակ կեցվածք եւ ստեղ է թաքնված իրանց թշվառության գաղտնիքը։ Ես էլի եմ այդ միտքը միշտ ասել եմ, մենք պետք է ամուր կարճենք մեր հավատքին, մեր պատմությանը, մեր մշակույթին, մեր հերոսների սխրանքները պետք է վառ պահենք միշտ, բայց եկեղեցին եկել է պահը, որ պետք է մաքրվի ամբողջությամբ, ավգյան ախորների մեջ են եկեղեցին։ Գյումրու ընտրություններից հետո, ինչպես նկատում ենք, տարբեր ընդդիմադիր շրջանակներ ակտիվացել են նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենց համակիրները, եւ նաև մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ինչ որ խմբեր ընդդիմադիր շրջանակների պատրաստվում են եւ մարզերում եւ Երևանում ինչ որ բախումներ հրահարել, ապակայունացնող եւ քաոսային իրավիճակ ստեղծել։ Ըստ ձեզ դա կհաջողվի եւ ինչ պետք է անի իշխանությունը այս ամենը կանխելու համար։ Ես կարծում եմ, որ իրենք զրո այդ ուղղությամբ, եթե այդպես են տրամադրված, իրենց հաջողության գրավականը 0 է։ Ինչի համար, որտեղ ես նախկինում ոստիկանապետ եմ եղել, աշխատել եմ։ Հիմի ոստիկանության աշխատանքը, որ տեսնում եմ, զգում եմ, թե ոստիկանությունը ինչ վիճակում է։ Ոստիկանությունը անհամեմատ հիմա շատ ուրեմն զգոն, կարգապահ եւ ավելի անաչառ վիճակում է։ Եվ պետք է ասեմ, որ երբևէ թե այն տարին 90-ականներին եմ ես աշխատել, այդ կոմունիստական ժամանակներից սկսած ոստիկանությունը այդպիսի վարկանիշ բարձր չի ունեցել, ինչպես հիմի։ Եվ այդ պայմաններում իրենք չունեն այդպես ոչ խարիզմատիկ առաջնորդներ, ոչ էլ այդպես աջակցություն ժողովրդի կողմից։ Եվ այդ պայմաններում իրանք էլի
Այն Բագրատ կար, Բագրատ հոգևորական։ Այն էլ հելավ տեսակ բաներ արեց։ Իգնել էր հրում ոստիկաններին։ Բայց մի քանի հոգու բռնեցին, բոլորը չեզոքացան։ Եվ ընդհանրապես մի հատ ուրիշ բան եմ ես նկատել։ Ուրեմն սկսած 90 թվից սկսած ինչքան ընդդիմությունը ապստամբություններ արել, ասենք շենքեր գրավելու կամ ըմբոստություն անելու, չէ՞։ Ուրեմն իշխանությունը ավելի ուժեղացրել է եւ ընդդիմությունը ձախողվել է։ Այսինքն 96 թվին էլի մտան պարլամենտը Վազգեն ծեծեցին Արա Սահակյանին, բանին եւ այլ Բաբկեն Արաքսյանին, բայց դրանից հետո իշխանությունը չփոխվեց, ավելի ուժեղացավ։ Հետո եկանք 99 թվին մտան սպանդ կազմակերպեցին, սպանդ, էլի հələ պետք է բացահայտվի ուշ թե շուտ, այսինքն բացահայտված են, բայց հələ չի պաշտոնապես չեն բարանում։ Ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն 99 թվին այդ բոլորը կալանավորվեցին, իհարկե այդ դեպքից հետո Քոչարյանի իշխանությունը ավելի ուժեղացավ, չէ՞։ Եկանք էլի 8 թվին, 8 թվի դեպքերը արդյունք տվեցին, չէ, զոհեր, ոչ մի արդյունք, իշխանություններն էլի մնացին։ Եկանք հասանք այս Բագրատի, հələ այնտեղ փաստ թողեցի ահագին։ Ինչքան այդպես փաստեր կա, երբ որ իրանք դուրս են գալիս իշխանության դեմ, այսինքն սահմանադրական կարգը բռնությամբ ուզում են իշխանությունը զավթել, յետադրենք զավթեն, բռնությամբ մտեն զավթեն։ Իշխանությունը էլի չի փոխվում։ 20 թվականին Այո։ 20 թվին մտան, որ վարչապետին սպանեին, եթե բռնեին 100% Նիկոլին սպանելու էին։ Իրանք եկել էին այդ նպատակներով։ Այն բանին կիսամերձ սարքին Արարատ Միրզոյանին։ Իշխանությունը փոխվեց, ոչ, ավելի ուժեղացավ։ Ուզում եմ ասեմ, այդ խոսակցությունները մի տարի է մնացել ընտրություններին, փոխանակ այս աղմախները, ուրեմն նախապատրաստվեն ընտրություններին, գիտեմ, որ ընտրություններին հաջողություն չեն ունենա, որտեղ միավորվելը տեղի չի ունենա, չեն կարա դրանք միավորվեն իրար, միավորվեն էլ, վերջում դրանց արդյունքը լինելու է վարտանիկ։ Ժողովուրդը հենց լավ է, որ վարտանիկին իզուր են դատում, այս իշխանությունները խելք ունենան, վարտանիկին չեն դատի, կթողեն դες նմուշ ի ցույց ժողովրդի, որ տեսեք ընդդիմության, ուրեմն ամբողջ ջանքերի արդյունքը այս տղեն է։ Ուզում եք դրա նմանները շատանան, ընտրեք նրանց։ Եվ ժողովուրդը դրանց են չի տալու։ Իրանք այդ լավ իմանալով հանդերձ, սենց հակասահմանադրական կոչեր են անում, որևէ արդյունք չի բերելու։ Եվ հենց երեկ մենք Ռոբերտ Քոչյանի հարցազրույցից հետո փողոցում հարցումներ էինք իրականացրել եւ բնակիչները նույնիսկ հայհոյում էին Ռոբերտ Քոչյանին։ Միթե իրենք չեն հասկանում, հենց նույն Ռոբերտ Քոչյանը չի ուզում ընդունել, որ շանսեր չունի եւ ժողովուրդը հիշում է իր կառավարման տարիները։ Գիտեք ինչ, իրանց էլ հավանողներ կան։ Հիմա որտեղ մեր ժողովուրդը բազմաշերտ է, տեսեք, ասենք մշակույթի մեջ չէ։ Մեկը թաթուլ է սիրում, մյուսը Արամ Խաչատրյան։ Բայց Արամ Խաչատրյանն է բարձր արժեքը, չէ՞, նա աղբանոցի երաժշտություն, աղբանոցի արժեք էլ չի, աղբանոցի նյութ է։ Բայց այդ աղբանոցի նյութն էլ հավանողներ կան, չէ՞։ Իրանք հույսները դրել են այդ իրանց այդ մասայի վրա, որը մեծամասնություն չի կազմում։ Տեսեք այդ բանը Երևանի ընտրություններին են բան կար, դոկ կա, որ կալանավորել են։ Այդ բաները հավաքեց ահագին։ Դրանք էլ են ձայն հավաքում։ Ասում եմ մեկը տերտերին է սիրում, մյուսը տերտերի կնգան։ Հիմա դրանց էլ բալեշչիկներ կան, բայց այդ բալեշչիկները որակ չեն կազմում, քանակ չեն կազմում։ Եվ իրանք չեն կարա, ասենք կարող է այդպես մի քանի հոգու խցկեն նորից, բայց իրանք իշխանությունը ազնիվ արդար ընտրությունների միջոցով չեն կարա վերցնել եւ մեր գլխավոր նվաճումը այս Գյումրիի ընտրություններին մինչեւ հիմիկվա ես որ այս իշխանություններին ինչ որտեղ ուրեմն ուզում եմ դրական ներկայացնեմ առաջի փաստը նա է որ իրանք ընտրությունները չեն կեղծում սա մեծ նվաճում է սա փոքր նվաճում չի եթե ընտրությունները չեն կեղծում տեսեք Գյումրիի ընտրություններին որևէ բողոք եկավ թեկուզ ընդդիմադիրների կողմից չեկավ որտեվ բան չկա
Փաս չկա, որ կեղծում են ընտրությունները, քվյատուպ են գողանում կամ մտնում են այդ թաղի խուժանները մտնում են վախեցնելով բաներ են անում, ոնց որ առաջ են, էլի, իմ աչքի առաջ են։ Սերժիկ ընտրությունների ժամանակ քվյատուպը հանձնաժողովի նախագահան վերցրեց, փախավ աշտարակում։ Հիմա դες բաներ չկա։ Սա մեծ ձեռքբերում է եւ այդ ընդդիմադիր կոչվածը լավ հասկանալով, որ ուրեմն չի կարա էլ զարտուղի ճանապարհներով, փողով հատկապես ուրեմն քվեներ բերում են էլի փողը ուրիշ ձևով են տալիս, բայց հառաշվա նման չի, առաջ այդ սենյակ կար, ես հիշում եմ աշտարակում իմ աշխոհ եմ տեսել, մեծ կարոպկեն դրած փողերը բաժանում էին, ուղարկում ընտրության ԿԳԲ-ն գիտեր, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն էլ գիտեր, որ փող են բաժանում, բայց աշկերը փակել էին, որտեղ այն ժամանակ համակարգները այդպես որոշված։ Հիմա հակառակն է, համակարգը դրանց հրահանգ տվե, որ մի նայեք ծանոթ, բարեկամ, դեմքին, դիրքին, բոլորին բռնել։ Ուրեմն պետքա գործի ոչ թե ուժի օրենքը, այլ պետքա գործի օրենքի ուժը։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։